Բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտողին, սիրելիներս ողջունում եմ բոլորիդ, թե Հայաստանում բնակող մեր հայրենակիցների և թե Հայաստանի սահմաններից դուրս, ինչու եմ ուզում նշել այս մասին, որովհետև դրսից էլ շատ գրում են, նույնիսկ զանգեր եմ ստանում և ասում են, թե որքան են սպասում այս ժամերին, որ միանան մեզ առաջին ծրագրին, մենք բոլորս ձեզ ողջունում ենք, և ամենակարևորը լավ տրամադրություն ենք մաղթում ու ասում ենք մշտապես մնացեք մեզ հետ, մենք կփորձենք այս 2 ժամը ձեր տրամադրությունը բարձր պահել։ Սիրելիներս, այսօր պատրաստելու ենք շատ համեղ և նախուտեստի տարբերակ և տաքուտեստ, կփորձեմ այս ընթացքում 2 տեսակի բաղադրատոմս առաջարկել ձեզ, տեսնենք թե ինչպես կստացվի և ընթացքը ինչ ցույց կտա, սակայն ասեմ, որ հետաքրքիր բաղադրիչ եմ այսօր ընտրել, վստահ եմ բոլորդ էլ ծանոթ եք, գիտեք դա ինչ է, բայց միգուցե մինչ օրս չեք գնել, չեք փորձել կամ ձեր աչքի տակով չի ընկել, որովհետև իրականում այն այնպես չէ, որ տարածված է խանութներում և կարող ես հանգիստ ձեռք բերել, ինչպես մնացած մթերքները։ Խոսքս արտիճուկի մասին է, ռուսերենով արտիշոկ, հայերեն տարբերակով արտիճուկ, ահա այն սառեցված ուրեմն տարբերակով է ինձ մոտ, այսինքն խանութից գնել եմ սառեցված տարբերակով, սակայն կա նաև պահածոյացված տարբերակը, թարմ տարբերակը, եթե անկեղծ, մինչև վերջ ձեզ հետ անկեղծ լինեմ, ուրեմն թարմ տարբերակը ես ինքս խանութներում չեմ տեսել, իսկ նա շատ գեղեցիկ մթերք է, շատ հետաքրքիր ծաղիկ է, ինքը ծաղիկի արմատ է, այսպես ասած, երբ իր տերևները հեռացնում ես, այն վերածվում է այսպիսի փոքրիկ մի միջուկի, ասես ծաղիկի սրտիկն ենք հանում և այն պատրաստում ենք որպես ուտեստ մատուցում ենք։ Ես քիչ ավելի ուշ ձեզ կփորձեմ ինչ-որ կերպ նկարը ցույց տալ, որ դուք պատկերացում ունենաք ինչի մասին է խոսքը, բայց այնուամենայնիվ այս պահին ահա այսպիսի տեսք ունի մեր արտիճուկը, որը շատ անուշիկ և շատ գեղեցիկ է, ահա, եթե տեսնում եք, այն արդեն մշակված վիճակում է, սիրելիներս, իրականում ինքը շատ մեծ ճոխ մթերք է, բայց այս մշակված տեսքով այսպիսին է։ Եվ իհարկե որպես խավարդ ես կուզեմ կողքին ավելացնել կարտոֆիլ, սովորական կարտոֆիլ, այն կհամեմենք մի փոքր համեմունքներով, կտեղափոխենք ջեռոց, երևի թե պլեջ տարբերակով այն պատրաստենք, որպեսզի արտիճուկի կողքին գեղեցիկ մատուցենք, բայց արտիճուկին հավելելու ենք նաև չերի լոլիկներ, գետնանուշ, արևածաղիկ, սրանք բոլորը բոված վիճակում են, սիրելիներս, մենք արտիճուկի վրա ավելացնելու ենք նաև պանիր, ահա մենք այստեղ ունենք գյուղի պանիր, որը կանաչեղենով է, շատ հետաքրքիր և յուրահատուկ կդարձնի մեր նախուտեստը, և իհարկե այստեղ ես ունեմ քամած մածուն, որը կօգտագործենք որպես սոուս արդեն կարտոֆիլի հետ մատուցելիս։ Մի խոսքով խառն է լինելու, շատ տարբեր է լինելու և հետաքրքիր, խորհուրդ եմ տալիս մնաք մեզ հետ, որպեսզի այս հետաքրքիր պահին ներկա լինեք, հիմա կլինի քիչ դադար, հետո կմիանանք ու կշարունակենք։ Բարի ողջույն իմ թանկագին հեռուստադիտող, սիրելիներս ողջունում եմ ձեզ և ասում եմ միացեք մեզ, որպեսզի միասին պատրաստենք օրվա ուտեստը, իսկ օրվա ուտեստը հետաքրքիր է լինելու, բացառենք իհարկե կարտոֆիլի պատրաստման տարբերակը, որովհետև մշտապես բոլորս մեր տարբերակներով պատրաստում ենք, պարզապես ուզում եմ որպես խավարդ մատուցենք։ Առաջին հերթին հենց կզբաղվենք դրանով, կարտոֆիլը 2 մասի կբաժանեմ, բնականաբար արդեն բոլորս օգտվում ենք թարմ կարտոֆիլից, որովհետև շատ համեղ է և այս շրջանում շատ հաճելի, ընդամենը պետք է մի քանի համեմունքներով, մի քանի իմ տարբերակում, այսինքն բազմազան համեմունքներով համեմենք այն և տեղափոխենք իհարկե ջեռոց։ Այսպես 2 մասի ենք բաժանում, եթե ընտրեք ամենափոքրիկ կարտոֆիլները, բնականաբար կիսել ընդհանրապես պետք չէ, բայց քանի որ ինձ մոտ խոշոր չափերի է կամ այսպես ասած միջին չափի է, կարելի է այն կիսել 2 մասի, այսպես,
Եվ ինչպես նշեցի, այսօր մատուցելու եմ 2 ուտեստ, մեկը նախուտեստի տարբերակ, կարտոֆիլը որպես խավարդ կողքին եւ իհարկե կփորձեմ ընթացիկ այս բոլորը իմի բերել եւ վերջում կտեսնեք թե ինչ տեսք կունենա։ Իհարկե ես ամենավերջում նաեւ օգտագործելու եմ քամած մածուն, սոուսի կվերածեմ եւ կարտոֆիլի հետ, այսպես մտածում եմ, որ կարտոֆիլի հետ պետք է մատուցեմ, ինչը շատ հետաքրքիր եւ գեղեցիկ կլինի։ Ահա, անցանք առաջ, հիմա փորձենք համեմել մեր կարտոֆիլը, այսպես, աղ, ես կօգտագործեմ բնականաբար սև պղպեղ, կարմիր պղպեղ, սա քաղցր տարբերակն է, այսինքն պապրիկա տարբերակն է, կօգտագործենք մի փոքր կծու կարմիր պղպեղ, շատ զգուշությամբ, որպեսզի չչարաշահենք, ահա, եւ իհարկե այստեղ ունեմ քրքում, գույնի մարսողության համար կավելացնենք, տեսքի համար կավելացնենք, շատ աննշան կարելի է այստեղ սխտորի փոշի ավելացնել, շատ զգուշությամբ, էլի չչարաշահենք, խմելի սունելիք ավելացնեմ, եւ իհարկե սիրելիներս, այստեղ ունեմ մանրացված, աղացած, այսինքն արդեն աղացած օրեգանոն շատ յուրահատուկ համ կտա, շատ զգուշությամբ կավելացնեմ, էլի քիչ եւ ուզում եմ մի փոքր ցիտրոն ավելացնել։ Այսպես, ցիտրոն տեսքի համար եւս։ Այսպես։ Եթե հարցնեք Ադրինե ջան, բա սա պլեջա լինում, ես կասեմ պլեջի ավելի այսպես մշակված տարբերակն է, քանի որ կա բազմապիսի համեմունքներ։ Պլեջը բնականաբար գիտենք, պարզապես կտրում ենք եւ այսպես աղով պղպեղով թողնում ենք, որպեսզի կամ կրակի վրա այն պատրաստվի, կամ գրիլ թավայի մեջ պատրաստվի, կամ թեկուզ ջեռոցի մեջ։ Բայց այսօր այս տարբերակն եմ առաջարկում, չի տարբերում, շատ համեղ է, գրիլի տարբերակից չի տարբերվում։ Այսպես, մեզ պետք է յուղաթուղթ, սիրելիներս։ Ադրինե։ Ողջույն Սուրեն։ Այս ինչ հրաշալի բաներ ես դու պատրաստում։ Այո։ Վաու։ Այսօր հետաքրքիր բան եմ որոշել պատրաստել մեր հերոստատիտողին։ Մեզ երես ես տալիս։ Մեծ սիրով։ Հիանալի, ինչ է, Մենք քաջալերենք արտիշոկով, հերոստատիտողին, այո, որպես կարտոֆիլ պլեջով։ Այո, մի փոքր յուղ եմ ուրեմն ցանում կարտոֆիլի վրա։ Հիմա շատ զգուշ փորձում ենք այն խառնել։ Ինչ լավ է քեզ մոտ ստացվում։ Այո, ես դեռ իմ ունակությունները ցույց չեմ տալիս, որովհետև եթեր է, վերջապես։ Ես եթե դա անեմ, ապա մեր ամբողջ տաղավարը կարտոֆիլ կլինի։ Ես ամեն դեպքում դու չես տեսել, ես ինչեր եմ Ամեն դեպքում փորձում ենք զգուշ լինել, որպեսզի, այո, այստեղ անհարմարություններ չկատարվեն։ Այսպես, եւ իհարկե կլցնենք մեր թավայի մեջ։ Վաու։ Ես տեսնեմ ձեռնոց, եթե կա ինձ մոտ, ես ձեռնոց ոչ այս բանին չկա, երևի պետք է ավելի խորքից գտնեմ այն, դե կփորձեմ այսպես տեղադրել հավասարաչափ, որպեսզի բոլոր կարտոֆիլները եփվեն։ Եվ սիրելիներս, ընթացիկ ցանկության դեպքում կարող եք կարակ ավելացնել, ես ընթացիկ հալած յուղ կավելացնեմ, որպեսզի պահ ավելի համեղ ստացվի այն։ Այսպես, ահա, պատրաստ է կարտոֆիլը, քիչ հետո կտեղափոխեմ ջեռոց։ Հիմա անցնենք առաջ, ներկայացնենք մյուս բաղադրատոմսը։ Այո, հաջորդիվ գալիս է արտիճուկը։ Սուրեն, ուզում եմ մեր հերոստատիտողին անպայման, չգիտեմ, ես մեր ռեժիսորին խնդրեմ, որպեսզի կարողանա ավելի մոտիկից ցուցադրել մեր ուրեմն արտիճուկը։ Այսպես փորձենք տեսնենք։
Սիրելիներս, չգիտեմ ոնց կերևա, ահա տեսնում եք, սա մեր արտիճուկի ծաղիկն է, այսինքն այն տատատկափուշ այո, ծաղկի դասին է պատկանում, որը շատ բոլորիս ծանոթ է։ Այո, եւ ունի շատ էսպես օգտակար հատկություններ։ Արմատը դե վերածվում է այս գեղեցիկ ուրեմն մթերքին։ Ինքը ուտելի ծաղիկ է, բայց բոլորը ճանաչվում են որպես բանջարեղեն։ Ծաղկի սրտիկն է սա, արդեն մշակված վիճակով, ինչպես ասացի, եւ սառեցված տարբերակով եմ ես գնել, այն կա նաեւ խանութներում պահածոյացված տարբերակով։ Թար տարբերակը չենք հանդիպել, բայց հիմա մենք ընդհանրապես պետք է երկու մասի բաժանենք մեր արտիճուկը, այսպես, եւ տեղափոխենք էլի ջեռոց եփվելու, բայց մինչ ջեռոց տեղափոխելը բնականաբար աղ պղպեղենք ցանելու, մի փոքր կիտրոնի հյութ ենք ցանելու եւ տեսեք որքան գեղեցիկ է այն։ Այո։ Շատ անուշիկ է։ Եվ շատ եւ շատ օգտակար ունի եւ օգտակար է։ Այո, շատ օգտակար, ամբողջ աշխարհում ասեմ, որ մատակարարում է այս բանջարեղենը, այս ծաղիկը Իսպանիան եւ Ֆրանսիան, ամբողջ ուրեմն Եվրոպայով մեկ եւ շատ է օգտագործում ֆրանսիական խոհանոցում, ես այո, եւ ֆրանսիական խոհանոցում եւ իսպանացիները շատ են օգտագործում, այնպես որ իմացեք, թե եւ իմիջիալուց նշեմ 10 տեսակ ունի այս ծաղիկը, ճիշտ է մենք բոլորին չէ որ ծանոթ ենք, բայց այն շատ հետաքրքիր եւ բազմա բնույթ տեսականի ունի, այնպես որ Դե քանի որ դու այսօր ծաղիկ ես բերել մեզ պատրաստելու համար, այն էլ արտիճուկ։ Այսօր ծաղիկ ենք ուտելու։ Այո, եւ համեղ բաներ, Ադրինե, դու մեզ համային էմոցիաներ ես նվիրում ամեն առավոտ, ու շատ հետաքրքիր։ Ես այսօր օգտվելով առիթից ուզում եմ ինչ քո տրամադրությունը ավելի բարձրացնեմ եւ քեզ ելի բացիկ նվիրեմ, որ դու շատ ժպտաս, ու այս բացիկը sense համահունչ եղավ քո պատրաստածի հետ։ Ծաղիկներ բերեմ, Ադրինե ջան, քո ճամփեն զուգեմ զարդարեմ։ Սուրեն ջան։ Հակես, որ այս առավոտ տրամադրությունը տնի շատ բարձր եւ բոլոր առավոտները պայմանավորեցինք։ Շնորհակալ եմ քեզ, որովհետեւ դու ամեն անգամ այսպես մտածում ես, հորինում ես, ինչ պատրաստեմ եւ շատ սովորական ու ստանդարտ բաներ չեն։ Made in by Armin-է։ Ադրինե։ Շատ շնորհակալ եմ, սիրելիս, շատ։ Դու ինձ միշտ իսկապես դրական էմոցիաներ ես փոխանցում, ինչի համար քեզ շատ շնորհակալ եմ։ Որովհետեւ դու դրական մարդ ես, ու այդ դրական էմոցիաները մեզ ես տալիս ամեն երթեր։ Շնորհակալ եմ, Սուրեն ջան, եւ այս հրաշքը դուք էլ ձեռք բերեք, Ժողովուրդ ջան, իսկապես այս փոքրիկ, շատ փոքրիկ, բայց մեծ էմոցիայով, մեծ սրտով։ Հաստատ բոլորին այն մարդկանց, ովքեր ձեզ համար կարևոր են, ում դուք շատ եք սիրում, հաստատ վստահեցնում եմ, որ երկար ժամանակ իրենց այսպես ջերմության եւ քաղցրության մեջ կպահի։ Մերսի, շատ շնորհակալ եմ։ Քեզ եմ շնորհակալ։ Եթե ինչ-որ բան կա, որ process է, մեր ռեժիսորը ուղղակի պիտի ասում է, որ արդեն դադարի ժամանակն է, ասենք մենք ինչ ենք անելու այս ընթացքում։ Այս ընթացքում ընդամենը աղով, պղպեղով կհամեմ եմ մեր արտիճուկը կտեղափոխեմ ջեռոց, ավելի ուշ կարևոր մասը ավելի ուշ արդեն միասին հեռուստադիտողի հետ։ Շատ լավ, իսկ հիմա կունենանք կարճ դադար, հետո արդեն տաղավարում կողջունենք մեր հյուրերին, բավականին հետաքրքիր թեմայի շուրջ ենք զրուցելու, այնպես որ մնացեք մեզ հետ։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, այսպիսի հետաքրքիր եւ կարեւոր զրույց ունեցանք մեր հյուրերի հետ եւ իհարկե լսեցինք այն հրաշք ստեղծագործությունը, որ նոր ծնունդ է առել։ Ես հուսով եմ, որ այդ բառերը, այդ խոսքերը լսելիս ոչ միայն պարզապես հուզվենք եւ էմոցիաներ ապրենք, այլ մեր գիտակցությունը արթնանա եւ իսկապես մենք արթնանանք։ Այ հայի ուժը, հայի կամքը, հայի ինքնասիրությունը արթնանա։ Եվ այսպես գնանք առաջ, շատ այսպես էմոցիաներին չտրվենք եւ շարժվենք առաջ։ Ես եւս մեկ անգամ ներկայացնեմ, թե ինչ ենք պատրաստում։ Մենք այսօր պատրաստում ենք երկու ուտեստ, մեկը արդեն տեղափոխել եմ ջեռոց, եթե հիշում եք, կարտոֆիլ համեմեցի տարբեր համեմունքներով եւ իհարկե ջեռոցում տապակվում է։ Իսկ այս պահին պետք է արտիճուկը, այն հետաքրքիր բանջարեղենը, որի մասին այդքան խոսեցինք, իհարկե ես փորձեցի որևէ բան չանել եւ գործողությունը ձեզ հետ միասին անել, այս պահին կիսված վիճակում է, այսինքն 2 կես եմ արել արտիճուկը եւ հիմա պետք է համեմել այն։
Ադրինե, ողջույն գեղեցկուից։ Ինչով օգնեմ քեզ։ Մեզ այս պահին պարզապես պետք է համեմել արտիճուկը, իսկ դրա համար պետք է աղ կցանեմ, սև պղպեղ կցանենք, Սոնա ջան, խնդրեմ։ Այսպես, այո, սև պղպեղ եւ կիտրոնի հյութ պետք է ես այն ցողեմ կիտրոնի հյութով։ Շատ համեմունքներ պետք չեն, որպեսզի մենք այս հետաքրքիր բանջարեղենի, այսպես ասած, համը պահպանենք, իր օրգանիկ համը պահպանենք, դրա համար պետք է երևի թե պարզապես շատ զգուշությամբ։ Այսպես, պարզապես, այ ցողենք, այ այսպես։ Ահա։ Եվ իհարկե մի փոքր բուսայուղ։ Մի փոքր։ Մի փոքր ժամ։ Ճիշտ բան եմ եկել։ Այսպես փոքր է, չէ՞, լավ է։ Ահա, շատ լավ։ Այսպես։ Իմիջիալոց ասեմ, որ գրիլ տարբերակով շատ համեղ է արտիճուկը։ Հոյակապ համ է ստանում եւ տեսքն է շատ գեղեցիկ լինում։ Եվ վստահաբար այս բոլոր համեմունքներից հետո շատ ավելի համեղ կլինի։ Իհարկե, միանշանակ, շատ հետաքրքիր իմիջիալոց նշեմ, որ օգտակար իր հատկությունները շատ են, բազմապիսի են, իհարկե ունի նաև հակացություններ, հատկապես ասում են այն մարդկանց է հակացուցված, ովքեր աղիքային բորբոքում ունեն, մի փոքր պետք է զգուշավոր լինել, սա եւ ցածր ճնշում ունեցող մարդկանց համար է սա վտանգավոր, սակայն եթե ունեք ստամոքսի բարձր թթվայնություն, այդ պահով պետք է հանգիստ լինել, որովհետեւ խնդիր չի լինի։ Այնպես որ պետք է հետաքրքրվել, կարդալ, ինֆորմացիա պեղել, եթե ձեռք եք բերել այս համեղ բանջարեղենը եւ այսպես ինֆորմացված ճաշակել երևի թե երբեմն մենք բաներ խառնում ենք իրար ու չգիտենք ինչի հետ է համապատասխան։ Իսկ ես ճիշտ եմ հասկանում, որ ինքը տոնական օրերին էլ շատ հրաշալի տարբերակ կլինի հյուրերին հյուրասիրելու համար։ Միանշանակ եւ ինքը կարող ենք համարել արտիճուկը դելիկատես, որովհետեւ շատ տարածված չէ, հատկապես Հայաստանում, այնպես որ կարող ենք այդպես համարել եւ այո, հյուրասիրության ժամանակ ինքը շատ հետաքրքիր կլինի եւ շատ ճոխ կլինի ու կզարմացնի հյուրերին, եթե իհարկե եթե կան մարդիկ, ովքեր ծանոթ չեն այս բանջարեղենի հետ։ Ես կարծում եմ էկզոտիկ, բնականաբար էկզոտիկ մթերք է եւ այո, զարմացնող ինչ որ առումով։ Եվ բաղադրատոմսի գինը այդ դեպքում հարցն է։ Ես հիմա իմի բերեմ եւ մեր սիրելի հեռուստադիտողին ասեմ, որ սառեցված վիճակում եմ գնել այն, իհարկե չեմ կարող այս պահին նշել, որ տեղից եմ գնել, բայց այո, բնավ պետք է, բայց հետաքրքրվեք, խանութներում կա։ Մոտավորապես ընդհանուր առմամբ ինչ որ այսօր պատրաստվելու է մոտ այսպես 2300 դրամի կարգի։ Ես մոտավոր թիվ եմ ասում, որովհետև այնտեղ մի քանի դրամի նույնիսկ պակասորդ էլ կարող ենք տալ։ Այդպես 2300 դրամի այս թե կարտոֆիլը, թե այս լոլիկը, թե եւ վստահաբար մոտ 5 մարդ կկարողանա ճաշակել։ Վստահ եմ, որովհետև կարող ենք դեռ ճոխությունը արժևում է։ Ես դեռ ծավալը մեծացնելու եմ, դեռ մենք քամած մածնով սոուս ենք պատրաստելու, դա էլի այսպես ասած հագեցնելու միջոց է դառնալու, այնպես որ վստահեցնում եմ հանգիստ կարող ենք այո 5 հոգով, 6 հոգով էլ ուտել։ Եվ այստեղ իհարկե եւ նշեմ, որպես եթե դելիկատես ուրեմն դիտարկենք, այո 6 հոգի հանգիստ կարող է ճաշակել։ Եւ ամենակարևորը գետնանուշ եւ արևածաղկի սեր մենք օգտագործելու, որը շատ օգտակար է։ Ահա այսքանը առայժմ։ Եվ հետո գնալու ենք ջեռոց այդ ամենը։ Անպայման, հիմա տեղափոխում ենք սա ջեռոց։ Ահա։ Սիրելի հեռուստադիտողներ, հիմա կունենանք կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։ Այո, եթե ես տաղավարում չեմ, նշանակում է ես խոհանոցային տաղավարում եմ, եւ այստեղ վայելում եմ համեղ պանիրները, որը ներկայացնում է մեր գործընկերը։
Անուշ լինի Սուրեն ջան, ողջունենք մեր հեռուստադիտողին եւ ասենք սիրելիներս, մենք պատրաստման process-ում ենք, արդեն ջեռոցում եփվում է թե կարտոֆիլը եւ թե արտիճուկը, այն հետաքրքիր մթերքը, բաղադրիչը, որը չգիտեմ, ոչ շատ հաճախ ենք օգտագործում, բայց շատ օգտակար է եւ հետաքրքիր։ Հիմա ես ուզում եմ սոուս պատրաստել, մածնային սոուս, ինչի համար մեզ պետք է քամած մածուն, որը ներկայացնում է էլոլան։ Բավականին համեղ, իդեպ նշեմ, որ էլոլան ոչ միայն ունի քամած մածուն, նաև կաթնամթերքի շատ մեծ տեսականի, որը առկա է հայաստանյան բոլոր խանութներում եւ ոչ միայն, քանի որ այս ամենը արդեն կարող եք ձեռք բերել Լոս Անջելեսում ապրող մեր հայրենակիցները հայկական խանութներում եւ Եվրոպայում նույնպես, այնպես որ այս ամենը հասանելի է, իսկ այստեղ ներառված է անարատ կաթնամթերք ու Սյունյաց լեռների հավն ու հոտը։ Այո, շատ համեղ եւ շատ կարեւոր բաղադրիչներ, որոնք պետք է մենք մշտապես առավոտյան նախաճաշի ընթացքում վայելենք, օրվա ընթացքում քամած մածունը, թանը, այս բոլորը շատ օգտակար են մեր օրգանիզմին եւ իմիջիալոց մեր գործընկերոջ արտադրանքը շատ համեղ է, դրա համար մենք ուրեմն հորդորում ենք, որ այո, շատ օգտագործեք կաթնամթերք, շատ կարեւոր է օրգանիզմի համար, կարեւոր բաղադրիչներ են։ Հիմա քամած մածունը թթվասի հազին ենք խառնում ենք, այո։ Եվ այստեղ ավելացնելու ենք աղ, պղպեղ, ես արևածաղկի սերմ եմ նաև ավելացնելու, հաճախ մենք ուրեմն ընկույզ ենք այս բոլոր բաղադրիչների հետ, կաթնամթերքի հետ, սովորաբար սիրում ենք ընկույզ ավելացնել, այսինքն այդպես ճանաչողական է մեզ համար, բայց ես այսօր առաջարկում եմ ավելացնենք հենց արևածաղկի սերմ, որը շատ համեղ է։ Շատ հետաքրքիր է դարձնում եւ շատ համեղ։ Այստեղ ավելացնում ենք օրեգանո, աղացած վիճակում, էլի շատ յուրահատուկ է։ Ես սիրում եմ օրեգանո աղցանների մեջ։ Սև պղպեղ բնականաբար։ Ժողովուրդ ջան, սխտորը պարտադիր է, ես այսօր չեմ ավելացնում հասկանալի պատճառներով, բայց պարտադիր է այս սոուսի մեջ սխտորը պարտադիր է։ Եվ իհարկե դե երեխեքը ներկայացման փորձերի, աշխատանքի, համերգների, այո, տարբեր դեռ աշխատանքներ ունեն գործընկերներս կատարելու, այնպես որ այո, խնայում եմ նրանց այս առումով։ Շատ լավ է։ Բայց դե դա իրանց վնասին է, սխտորը շատ օգտակար է առողջության։ Ես տեսնում եմ դու այնտեղ նաև լոլիկի ճիր ես առանձնացրել, սա նույնպես սոուսի մեջ է լինելու։ Արի դու խառնի, ես պատմեմ։ Ես, դե դու պատմի, ես խառնեմ։ Սիրելիներս, արտիճուկը երբ որ երբվի, մենք պետք է աղցանը իմի բերենք, կամ նախուտեստ է, այսպես ասած, իմի բերենք։ Իսկ դրա համար մեզ պետք է չերի լոլիկներ, մեզ պետք է լոլիկի ճիր, ահա արդեն կտրատված վիճակում է։ Վերջում էլի այս ամբողջ բաղադրիչների վրա ես ցանելու եմ ուրեմն կիտրոնի հյութ, ահա կիտրոնը ունենք այստեղ եւ ավելացնելու ենք գետնանուշ եւ իհարկե արևածաղկի սերմ, քանի որ կա, ինչու ոչ պետք է բոլորը օգտագործենք։ Ու ամենավերջում ես էլի LL ապրանքանիշի գյուղի պանիրը կավելացնեմ, կկտրատենք, գեղեցիկ կզարդարենք պանրով, շատ հետաքրքիր համադրություն կստացվի, ահա անձեռոցիկ Սուրեն ջան, շատ գեղեցիկ ամեն բան կստացվի, այնպես որ խորհուրդ եմ տալիս այս կարևոր օգտակար մթերքները միախառնել եւ ճաշակել։ Եթե մտածում եք որտեղից պիտի լոլիկի ճիրը գտնեք, ահա պահածոված տարբերակով արդեն ունի Իջևանի գինու եւ պահածոների գործարանը, իսկ պահածոների տեսականին շատ մեծ է, համեղ են, այստեղ ես ինձ համար միշտ առանձնացնում թթուների տեսականին, որոնք շատ են, ինչը ինձ իմ քիմքի համար է հատուկ նախատեսված, իսկ ընդհանրապես պահածոները շատ են, տեսականին մեծ, կա նաեւ կոմպոտներ, մի խոսքով գինիներ նրբամ, այս ամենը Իջևանի գինու գործարանի կողմից առկա է բոլոր խանութներում եւ հասանելի օրվա յուրաքանչյուր պահի։ Այո, գնեք եւ վայելեք, հատկապես այս ուտեստի համար լոլիկի ճիրը անհրաժեշտ, այնպես որ ուզած-չուզած Ժողովուրդ ջան, պետք է գնաք եւ Իջևանի պահածոն լոլիկի ճիրը գնեք։ Ես հիմա գետնանուշը կմանրացնեմ, այդ դանակի օգնությամբ սեղմում ենք, սիրելիներս, տափակ մասով սեղմենք, այսպես։
Անուշ լինի, ինչ պատահեց, առողջություն քեզ։ Ապշեցի։ Եվ իհարկե մի քանի այսպես դանակի շարժումներով մանրացնում ենք, շատ մանր պետք չէ, պարզապես այսպես։ Մի քանի կտոր։ Ես կարտոֆիլը արդեն ոնց որ թե լավ եփել կարմրել։ Ուսամ չի այրվել, սուրը վախեցա։ Չէ, շատ գեղեցիկ տապակվում է, սիրելիներս կարմրել է արդեն։ Ահա, այսպես գետնանուշը, այսպես կոտրում ենք եւ իհարկե դանակի օգնությամբ մանրացնում։ Այսպես շատ կարևոր է նաև գետնանուշը մեր օրգանիզմի համար, հաճախակի փորձեք դդմի կորիզ, գետնանուշ, նուշ, պարզապես նուշ եւ իհարկե արևածաղկի սերմ, այս կարևոր մթերքները մեր օրգանիզմին տալիս են բարձր իմունային համակարգը ուժեղացնում են եւ իհարկե էներգիա են տալիս, սրա մասին կարևոր է մենք կարող ենք այս մթերքներից էներգիա ստանալ օրվա այսպես թոհուբոհին դիմանալու համար, այնպես որ նույնիսկ լոլիկով վարունգով աղցանի մեջ մի փոքր գետնանուշ այսպես գցեցիք եւ ճաշակեցիք, արդեն դա բավականին մեծ չափաբաժին վիտամին տվեց ձեզ, այնպես որ նկատի ունեցեք։ Ահա, այսպես եւ այստեղ ես կփորձեմ պանիրը կտորների վերածել ու հիմնականում մեր գործերը արված է, վերջում մնում է շատ գեղեցիկ այս ամենը մատուցել։ Այս ամենը շատ գեղեցիկ պետք է մատուցվի, իսկ մենք հիշեցնենք, որ պատրաստում ենք այսօր նախուտեստ կարտոֆիլ գյուղական տարբերակով, բայց համեմունքներով բավականին այսպես գծված, որոնք արդեն եփվում են ջեռոցում եւ բնականաբար արտիշոկ այսօր Ադրինեն որոշեց մեզ համար առանձնացնել, ներկայացնելով օգտակար տարբերակը նրա եւ այս ամենը գեղեցիկ ու հետաքրքիր մատուցման ձևով։ Մատուցումն արդեն երևի թե ավարտին։ Այո, իհարկե ավարտին, այս ընթացքում դեռ պետք է ամեն ինչ կարգի բերել, ուշքի բերենք խոհանոց։ Այո։ Ու հետո գեղեցիկ մատուցենք։ Դե իհարկե մենք էլ քիչ հետո արդեն տաղավարում կողջունենք մեր հաջորդ հյուրին, խոսենք էլի բավականին հետաքրքիր թեմաներից եւ իհարկե այս ամենը ներկայացնելու ենք ձեզ համար։ Մնացեք մեզ հետ եւ փորձեք դուք էլ եթե ունեք հնարավորություն եւ հավես այս ամենը այսօր պատրաստելու, իսկ եթե ունեք ձեր սեփական բաղադրատոմս, ապա մի զլացեք եւ Facebook-յան էջով գրեք մեզ եւ Ադրինեին նույնպես եւ փորձեք այդ ամենը ներկայացնել, մենք էլ կփորձենք մեր եթերների ընթացքում պատրաստել։ Կարծում եմ, որ հաճելի կլինի, որպեսզի տեսնենք, որ հենց ձեր առաջարկած բաղադրատոմսը պատրաստվում է մեր եթերում եւ իհարկե մենք անպայման հղումը կտանք դեպի ձեզ։ Մեծ սիրով, եթե ցանկություն կա, մենք պատրաստ ենք։ Դե ես կարծում եմ, որ ժամանակն է նաեւ մի քիչ համեմել մեր եթերը երաժշտությամբ, ինչ ես կարծում, Ադրինե։ Մեծ սիրով։ Դու երաժշտություն միացնում ես խոհանոցում աշխատելու ժամանակ։ Իհարկե մի փոքր, չգիտեմ, սա երևի տարիքային խնդիր է։ Մի փոքր մեծացել է։ Ավելի քիչ, բայց առանց երաժշտության չեմ պատկերացնում։ Օրվա ընթացքում գոնե մի փոքր հատված տրամադրում եմ աշխատանքի ընթացքում, այո, երաժշտություն լինում է։ Բայց որ երիտասարդ է ավելի շատ։ Ազատ դու որ երիտասարդ ես, դա հիմա էլ ես դու երիտասարդ։ Երևի խոսքը գնում է կես ժամ առաջվա մասին, այս պահին մի քիչ ռիթմեր մեր եթերում, հետո կվերադառնանք։ Սիրելի հեռուստադիտողներ, ահա եկեք միասին փորձենք ավարտին հասցնել այսօրվա մեր ուտեստները եւ մատուցել։ Այս մեկ ուրեմն բաղադրատոմսը մեր տաք ուտեստը արդեն պատրաստ է, ես լցրել եմ ամանի մեջ, այստեղ ունեինք քամած մածոն, համեմված օրեգանը, սև պղպեղով, աղով եւ իհարկե այս գյուղական կարտոֆիլը, որը էլի բազմապիսի ուրեմն համեմունքներով ենք համեմել։ Ահա, այս մեկ ուտեստը արդեն պատրաստ է։ Անցնենք հաջորդին։ Այստեղ ունենք լոլիկ, ունենք լոլիկի չիր։ Ես մի փոքր կիտրոնի հյութ եմ քամում այստեղ։ Եվ չենք մոռանում, որ ջեռոցում եփվում է մեր արտիճուկը։ Այսպես, սա թողնենք մի կողմի վրա։ Այստեղ ավելացնում ենք մեր կոտրատված, կտրտված գետնանուշը, պանիրը, ես ընտրել եմ գյուղական պանիր տարբերակը, մի փոքր արևածաղիկ, այսպես, եւ իհարկե հենց լոլիկի չրի հյութն ենք ավելացնում այստեղ, այսպես, խառնենք
կարծում եմ շատ վիտամիններով հարուստ եւ հագեցնող ուտեստ է ստացվելու սիրելիներս։ Ահա տեսեք թե ինչպիսի տեսք ունի այն։ Աղ չեմ ավելացնում, որովհետեւ մեր պանիրը մի փոքր աղի է։ Եվ հիմա բերենք արդեն ջեռոցից արտիճուկը։ Ահա։ Տեսեք թե որքան գեղեցիկ է այն։ Հիմա շարենք մեր մատուցվող ամանի մեջ։ Շատ տաք է սիրելիներս, մի փոքր պետք է զգուշ լինել։ Այսպես։ Ահա, և կողքին մատուցել այս գեղեցիկ և շատ համեղ, վրան էլ կարելի է լցնել, այսպես։ Մեր լոլիկները, լոլիկի ճիրը, գետնանուշը, այս բոլորը միասին շատ գեղեցիկ և ճոխ համ ու տեսք ունի սիրելիներս։ Այսպես։ Ես մեծ սիրով կուզեմ մի փոքր էլ այս հյութից ավելացնել մեր մածնի վրա, ինչու ոչ։ Այսպես։ Եվ իհարկե սերմը լցնենք։ Ողջույն սիրելիս, շատ գեղեցիկ եւ վստահաբար շատ համեղ ստացվել է։ Կարծում լավ է ստացվել, ունենք 2 ճոխ բաղադրատոմս այսօր, հուսով ենք հեռուստադիտողը մեր այսպես առաջարկից կօգտվի, այո, եւ ինքն էլ կպատրաստի ու կվայելի։ Դե հրաշալի է, ես կարծում եմ հատկապես տոնական օրերին շատ հրաշալի տարբերակ է, որպեսզի պատրաստեք եւ ձեր հարազատ, սիրելի մարդկանց հյուրասիրեք, սիրելի հեռուստադիտողներ։ Իսկ մենք այս պահին կունենանք կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կամփոփենք այսօրվա առավոտը։